Ինեկոբանկն իր Ինեկոբանկը քո կողքին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում հայտարարում է կրթական ծրագրերի ընդլայնման մասին։ Կրթական ուղղությունն այս տարի ավելի ընդգրկուն է եւ իրականացվելու է Ինեկո կամպուս, ապագան կրթությամբ եւ գիտելիքով ծրագրով, ներառելով 220 շահառու։ Այն ունի հետեւյալ բաղադրիչները. 150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում, 1 ուսանողին 300,000 դրամ, 15 ուսանողի բարձրագույն կրթության ֆինանսավորում, 1 ուսանողին մինչև 1,500,000 դրամ, 20 արտերկրում ծրագրի մասնակցելու հնարավորություն, 1 ուսանողին 2 միլիոն դրամ, արտերկրում 30 մասնագետի մագիստրոսական կրթության ֆինանսավորում, թոփ 50 բուհերում, անհատական բյուջե կախված բուհից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն ավելի քան 1 միլիարդ դրամ է։ Նպատակը նա է, որ կրթության ֆինանսավորումը բացի անմիջական էֆեկտից ունի նաև հարատև երկարաժամկետ էֆեկտ։ Կրթության ֆինանսավորման միջոցով մենք ուզում ենք հասնել անհատ քաղաքացիների, անհատ շահառուների կրթության որակի բարձրացմանը, ուզում ենք հասնել որակյալ մասնագետների առկայությանը, որը կբերի Հայաստան Հանրապետության տնտեսության եւ զարգացման տարբեր ոլորտներում էական մրցունակության աճի։ Այն մարդիկ, ովքեր որ կստանան ֆինանսավորում եւ ուսուցումը կշարունակեն արտասահմանում, պարտադիր վերադառնան եւ ներդնեն իրենց ամբողջական ռեսուրսը, այսպես ասած, եւ այդ կրթության արդյունքները Հայաստանի Հանրապետության զարգացման համար։ 2023 թվականից մեկնարկած այս ծրագրի շրջանակում 5 բուհից 1000-ից ավելի ուսանողներ մասնակցել են բանկում կազմակերպվող մրցութային փուլերին։ Արդյունքում նրանցից ընտրվել են 19 լավագույնները։ Ծրագրի մասնակիցներից 11-ը հնարավորություն է ստացել միանալ Ինեկոբանկի թիմին։ Նմանատիպ ծրագրերը հատկապես Հայաստանի Հանրապետությունում ես բավականին կարևորում եմ ինքս իմ տեսանկյունից, քանի որ ֆինանսապես մեծ աջակցություն է հասցվում ուսանողներին եւ թեթևացվում է ֆինանսական բեռը կրթության հետ կապված, ինչպես նաեւ տրվում է հնարավորություն աշխատելու այնպիսի ընկերություններում, որոնք առաջատար են եւ հետագայի համար էլ նույնիսկ իրենց պորտֆոլիոյում մեծ դեր կխաղան եւ կբացեն բազմաթիվ դռներ։ 2 տարվա ընթացքում իրականացված ծրագրի արդյունքում 7 ուսանող մեկնել է Ֆրանսիա, Նիդերլանդներ եւ Չեխիա մասնակցելու կարճատև դասընթացների, 13-ն էլ ստացել է կրթության ֆինանսավորում։ Հաղթողների մեծամասնությունը նաեւ միացել է Ինեկո թիմին որպես գործընկեր։ Այս տարի կրթության ֆինանսավորում ստանում են նաեւ բանկի աշխատակիցների երեխաները, որոնք սովորում են բակալավրի ու մագիստրատուրայի ծրագրերում։ Սա եւս բխում է բանկի նպատակներից եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգից։ Այս տարի մեկ խոշոր կոմպոնենտ ունենք, որը հնարավորություն է տալիս 30 տարբեր ուղղվածության մասնագետների ուսանել աշխարհի թոփ 50 բուհերում, ամբողջությամբ ֆինանսավորվելով Ինեկոբանկի միջոցներով։ Եվ մեր վերջին ամենակարևոր կոմպոնենտներից մեկն էլ մեր աշխատակիցների, երեխաների ուսման վճարի փոխհատուցումն է։ Այս տարի ընդլայնել ենք նաև բուհերի հետ համագործակցության ցանկը։ Նախորդ տարիների համեմատ այս տարի ընդլայնվում է նաև Ինեկոբանկի հետ համագործակցող բուհերի ցանկը, ընդհանուր առմամբ դառնալով 14-ը։ Ինեկոբանկի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ բուհերի հետ համագործակցության հուշագրերի կնքման հանդիսավոր արարողությունը։ Այն ուսանողները, ովքեր այս ծրագրին մասնակցեցին, բացառիկ փորձառություն ստացան, որովհետև կարողացան պրակտիկ մակարդակում զարգացնել իրենց հմտությունները, կարողացան ուսումնառության ընթացքում տեսնել իրենց կարիերայի հեռանկարները եւ կարողացան նաեւ շատ սահուն կերպով ուսումից դեպի աշխատանք անցնել։ Ինեկոբանկի կողմից կրթության աջակցության ծրագրերի դիմումների հավաքագրումը սկսվելու է հունիսից։ Ծրագրի դիմում հայտերը ամբողջական տեղեկատվությունը հասանելի են լինելու Ինեկոբանկի սոցիալական էջերում։ Ինեկո կամպուս ծրագրի արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Անժելա Համբարձումյան, Մանվել Մարգարյան, Հայկ Բարսեղյան, Armenpress